մեր եկեղեցին եւ մեր երկրին։ Եվ նստենք, աղոթենք, խոսենք, որոշենք եղբայրները միշտ պետք է միացած լինեն եւ մենք ուխտ դրազենք, որ մեր հայրենիք եւ մեր եկեղեցին զորավոր բահենք։ Ուրեմն ամեն կայլ դիտապենք, որ հայրենիք եկեղեցին պետությունը եւ ամեն մեր ազգի զավակները առողջ, ուրախ եւ ապահով բարգավաճ կյանք ունենան։ Ասում են հանգստի կոչենք։ Իսկապես ես նոր եկա, նոր բիզնեսմեն տեսամ, իրապես նոր հիմա ես նոր հասա։ Ձեզ համար հասկանալի է ինչպես ձեր հոգևոր եղբայրներից ոմանք սրբազաններից դարձան շարքային ցուցարար։ Շարքային ցուցարար, հիմա ես ամեն մարդ ազատ է, ինչ որ գուցե կարամ է դարձել, բայց պետք է հավատարիմ մնանք մեր ուխտին, հավատարիմ մնանք մեր եկեղեցին, մեր ազգին, մեր կոչումին, սա մենք ուխտ դրած ենք Աստծո, որ ծառայենք մեր եկեղեցին, մեր հավատքը, մեր ավետարանը, անշուշտ նաև մեր հայրենիքը եւ մեր ժողովուրդը։ Միան կներեք իրապես, որ վեհապար հայրապետը սպասում է ինձ իրապես։ Ամեն դեպքում դուք առիթ ունեցել եք զրուցել 10 եպիսկոպոսների հետ, որոնք որոշել են երես թեքել մեկ օրում։ Իսկապես ես նոր վերադարձա Ֆրանսիայի, իրապես չէ եղած։ Խոստովանեմ, որ ես զանգեցի 2 հոգու, բայց անպատասխան մնաց։ Տեղյակ եք, որ մի քանի արքեպիսկոպոսներ հեռացվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնիկա։ Կճոյանը, Մասյացոտ Ընթեմի առաջնորդը, Բաթյան։ Իսկապես ես եկած եմ Գերագույն խորհրդի ժողովի մասնակցելու։ Ինչ օրակարգով է այդ ժողովը։ Իրապես չգիտեմ, նոր եկած եմ։ Պետք է հասկանանք, լսենք, չէ՞։ Պետք է լսենք ինչ է վիճակը եւ որոշենք։ Սրբազան մյուս կողմից է։ Շատ կներեք, բայց աղոթեցեք մեր ժողովրդի համար եւ եկեղեցի համար։ Դուք Քոչոյանի հորդոր ինչպես եք մեկնաբանում կաթողիկոսին հանգստի ուղարկելու։